Հայկական արտադրանքը կորցնում է ամենահասանելի արտահանման ուղիներից մեկը։ Վայլդբերիսն ու Օզոնը դադարեցնում են հայկական ապրանքների վաճառքը։ Տարիներ շարունակ այս հարթակները փոքր եւ միջին բիզնեսի համար դարձել էին արտաքին շուկա դուրս գալու հեշտ ու հասանելի ճանապարհ։ Առանց մեծ ներդրումների, առանց բարդ լոգիստիկայի հայ արտադրողները կարողանում են իրենց ապրանքը վաճառել ԵԱՏՄ երկրներում։ Շատ կուզեինք պարզաբանում, որովհետև հիմնականում փոքր բիզնեսներ են, մարդիկ, ովքեր, այսպես ասած, ամսական աշխատավարձով ապրող մարդիկ, ովքեր հույսները դրել էին միայն Վայլդբերիսի վրա, ես կոնկրետ իմ անունից չեմ խոսում, ես որպես բիզնեսմեն խոսում եմ մյուս բիզնեսների տեսանկյունից, թե ինչ խնդրի առաջ են կանգնել, այդ մարդիկ անհանգիստ ուզում են հասկանալ ինչ է լինելու, որովհետև պատրաստ չեն, եթե օրինակ պատրաստ լինեին, իրենք ուրիշ վաճառքի ուղի կփնտրեին։ Հարվածը հատկապես գալու են փոքր արտադրողները, ձեռագործ ապրանքներից մինչև հագուստ եւ կոսմետիկա արտադրողներ։ Ստեղծված իրավիճակում բիզնեսները սպասում են նաև պետական արձագանքի։ Պաշտոնական պարզաբանումներ գրեթե չկան, իսկ վաճառողները անորոշության մեջ են, փաստի առաջ են կանգնել։ Վայլդբերիսի ռուսաստանյան գրասենյակն է արձագանքել ու հայտարարությամբ հանդես եկել։ Կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները եւ շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։ Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։ Ըստ պաշտոնական հայտարարության, խնդիրներ են առաջացել փաստաթղթերում, ընկերությունը պահանջել է լրացուցիչ փաստաթղթեր, անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։ Բոլոր այն դեպքերում, երբ հայկական ընկերությունը Վայլդբերիսում կամ Օզոնում վաճառում է ՖԲՕ տարբերակով Ռուսաստանից, այսինքն ապրանքը պահեստավորված է Վայլդբերիսի եւ Օզոնի ռուսաստանյան պահեստներից, առնվազն այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա։ Բոլոր այն դեպքերում, երբ ապրանքը գտնվում է Հայաստանում եւ վաճառքը տեղի է ունենում Հայաստանի ներսում, կրկին այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ապրանքը պահեստավորված է Հայաստանում եւ վաճառքը տեղի է ունենում դեպի Ռուսաստան, այս մասով կիրառվել է սահմանափակում։ Ընկերությունը նշել է, որ բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա եւ կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց։ Շատ տարօրինակ է իրականում, որովհետև ոչ մի զգուշացում չի եղել, մեզ տեղյակ չեն պահել, որ ինչ որ խնդիր կար առաջանա, որ մենք պատրաստ լինենք։ Փաստաթղթերի հետ կապված, որ գրել եք, որ խնդիրներ են առաջացել, ինչ որ պարզաբանում որպես տալիս է ընկերությունը, ասեմ, որ բացարձակապես նման խնդիր չկա։ Կոնկրետ ես իմ անունից խոսեմ, իմ ապրանքների համար, որոնք դեռևս տեղ չեն հասել, ոչ մի փաստաթուղթ չի պահանջվել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է այսօրվա տոնակատարությունների ժամանակ անդրադարձել խնդրին, ասել է անլուծելի խնդիրներ չկան։ Ես հետ նոր տեսա, որ նման բան կա մամուլում, չեմ կարող այս պահին մեկնաբանել, որովհետև տեղյակ չեմ, բայց արդեն իսկ մինչև հաստատությունի գալը տվեցի հանրահայրականներ համապատասխան տեղեկատվության ամբողջ խորությունը ճշգրտել, այսինքն որ ընկերություններն են, ինչի համար, ինչ ժամկետով։ Մայրաքաղաքի կենտրոնում հարցազրույցից հետո նախարարը նոր մեղավոր գտավ։ Ըստ Պապոյանի, ընդդիմությունն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն, գրել է Պապոյանը։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։